ու հատկապես խառն են ժամանակները իրավունքի եւ ժողովրդավարության համար մեր երկրում։ Մարդու անմեղության կանխավարկածի չեղարկումը ուղիղ համեմատական է մարդու ընդդիմադիր հայացքների, քաղաքական հայացքների հետ։ Այս հակաիրավական մթնոլորտը, հակաժողովրդավարական մթնոլորտը, որ մեր երկրում ձևավորվել է, ուղիղ հրահանգավորված է իշխանության կողմից հենց երկրի գործադիր իշխանության ղեկավարի դեմքով ընկերներս, գործընկերներս այս ամենը անվանում են Տուշոնկա 2 շոու։ Դա անհասկանալի ծագումնաբանությամբ ձայնագրություն է, որի իսկությունը պետք է մի շարք փորձաքննություններ հաստատեն, որոնց իրենց մաղթում են, որ իրենք իրենց արդարադատության արժանանան, Փաշինյանի դատարանը։ Իհարկե, որևէ դրվագով այս 15 անձանցից մի շարքին կալանք ընդհանրապես տեղին չէ։ Որ այս ամենը իրականացվում է, որովհետև իշխանությունը գտնվում է 2026 թվականի ընտրությունների ուղեծրում։ Կանալ դրա իշխանության զավթումը որ բառի մեջ է, դա եմ ուզում Մեր հասկանալ։ ձևով ազգայնացնելու են իմ որակմամբ, հա, ռեկետ են անելու կամ խլելու են այս մարդուն պատկանող հեծը։ Սրբազանների կալանավորում ծանր մեղադրանքով, ըստ շշուկների այլ հոգևորականների ձերբակալությունների նախապատրաստություն։ Զուգահեռ հայտարարություններ իշխանական կողմից, որոնք հաճախ անմեղության կանխավարկածի խախտում են։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր Հայաստանում կատարվողի իրավական ասպեկտների մասին։ Սահմանադրագետ Գոհար Մելոյան, բարի գալուց կիզակետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Մելոյան, այսպես հեղաշրջման պլան, կալանավորումներ, բայց դեռ գործը դատարան չի մտել։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Փաշինյանն անձամբ արդեն մարդկանց դաջել է, կնքել են arczepiskoposներին օրինակ եւ մյուս կալանավորվածներին, արդեն բոլոր տեղերում, տաղավարներում, ասում են ահաբեկիչ ուղիղ տեքստով։ Սա որքան է տեղավորվում իրավունքի դաշտում եւ արդյոք անմեղության կանխավարկած խախտելը որևէ կերպ իրավական առումով դատապարտվում է, կան նման ինչ-որ հոդված կամ բան նման, որովհետեւ անգամ, տեսեք ինչ օրինակ եմ, անգամ իրոք արած մարդուն, որ բոլորի աչքի առաջ պայթեցրել է, հստակ գիտեն, բայց մեկը մինչև դատանի բանը չի մտնում վճռի մեջ, չեն ասում, չէ՞, իսկ իրանց ընդհանրապես շատ թուղթ, զայնագրություններ եւ այլն արդեն ահաբեկիչ։ Սա ինչպես է ընդհանրապես գնահատում այդ process-ը։ Նախ կրկին շնորհակալ եմ հրավերի համար։ Երևի թե մեկնարկենք խոսքը նրանով, որ իրապես խառը ժամանակներում ենք ապրում ու հատկապես խառն են ժամանակները իրավունքի եւ ժողովրդավարության համար մեր երկրում, որովհետեւ սկսենք ամենաանկյունակարային մարդու հիմնարար իրավունքներից անմեղության կանխավարկածից, անմեղության կանխավարկածը ոչ միայն ուղղակի ինչ որ օրենսդրությամբ կամ օրենքով ամրագրվածը, անմեղության կանխավարկվածը սահմանադրորեն երաշխավորված իրավունք է եւ կոնվենցիոնալ իրավունք է, ինչը ասում է, որ ցանկացած մարդ համարվում է անմեղ, քանի ուժի մեջ մտած դատական ակտով կոնկրետ արարքում նրա մեղավորությունը ապացուցված չէ։ Որ դա անգիր գիտենք, որտեղ ամեն օր նման հաղորդագրություններ ենք ստանում ուժային կառույցներից, տակը միշտ գրված է լինում։ Քանի դեռ ապացուցված չէ ու չկա մեղադրական դատական ակտ։ Ուժի մեջ մտած է որում, այսինքն անգամ եթե ինչ ասենք, հա, ակնհայտ օրինակ սպանության դրվագով մեղադրանքի առաջադրված շատ կան, հա, հանրային հայտնի աշխարհահռչակ դեպքեր, բան, անգամ այդ ծանր ռեցեդիվիստ մարդասպանների համար անմեղության կանխավարկածը գործում է։ Մեր երկրում այնպիսի իրավիճակ ենք թևակողել ու ձեռամբ այս իշխանության ու իշխանության ներկայացուցիչների, որ մարդու անմեղության կանխավարկածի չեղարկումը ուղիղ համեմատական է մարդու ընդդիմադիր հայացքների, քաղաքական հայացքների հետ։ Այսինքն ցանկացած իրավունքի իրացում, ցանկացած իրավիճակում մարդը մեր երկրում ունի արտոնություն կամ ենթարկվում է հալածանքների, պայմանավորված իր քաղաքական հայացքներով։ Եթե դրանք իշխանության հետ համընկնում են ու իշխանահաճո են, մարդը ունի մի շարք արտոնություններ, օրինակ դասական օրինակը վերջին վառ օրինակներից, որին կարծում եմ էլի կանդրադառնանք հեծը, փաստորեն իշխանության ներկայացուցիչները քաջատեղյակ են հեծի ենթադրյալ մի շարք բաց թողումներով, բայց դրանք բարձրաձայնելի չէին, քանի հեծը նրանց համար քաղաքական դաշտում խնդրահարույց չէր, եւ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով լալահառաջ ելույթներով հանդես եկան, ընդհանուր մինչև օպերատորի կողմից զանգերին չպատասխանել լուսանջատումների դեպքում, երբ հեծի սեփականատերը հանդես եկավ, այն քաղաքական հայտարարություն չէր, հա, ընդամենը եկեղեցուն աջակցող մի քանի վայրկյան տևող ելույթով։
Հիմա ընդհանուր առմամբ, այո, այս հակաիրավական մթնոլորտը, հակաժողովրդավարական մթնոլորտը, որն մեր երկրում ձևավորվել է, ուղիղ հրահանգավորված է իշխանության կողմից հենց երկրի գործադիր իշխանության ղեկավարի դեմքով եւ ստատուսներով, քանի որ մենք ապրում ենք Facebook-ապետությունում եւ ամեն ինչի մեկնարկը տրվում է Facebook-ում, ցավոք սրտի, մինչեւ եկեղեցու դեմ արշավն է կսկսեր, ամենաստորին գործադիր ընդհանրապես պաշտոնյային ոչ հարիր բառամթերքով, ընդ որում խախտելով վարքագծի բոլոր կանոններն ու էթիկայի կանոնները, որոնցով ինքը պարտավորված է որպես հանրային ծառայող, եւ կաշկանդված է նաեւ իր գործառույթներով ու պարտականություններով ի տարբերություն ինձ ու ձեզ հասարակ քաղաքացիներից, ովքեր ընդհանրապես կաշկանդված չեն անելու այն, ինչ օրենքը չի արգելում եւ ավելին մենք խոսքի իրավունք ազատության ավելի լայն հնարավորություններ ունենք, ինչի մասին անընդմեջ ստիպված ենք տարբեր դեպքերով բարձրաձայնել, քան իրենք պաշտոնատար անձինք ու այդ մասին մարդու իրավունքների եվրոպական դատանի շատ հարուստ նախադեպային փորձն է ասում, եթե դու գնում ստանձնում ես պաշտոն, դու պետք է պատրաստ լինես քննադատության եւ ընդհանուր անգամ վիրավորանքի տարեր պարունակող ավելի լայն խոսքի, քան հասարակ քաղաքացին։ Ու հիմա ունենք մի իրավիճակ եւ եթե երբ ոչ վաղ անցյալում իշխանությունը կհիշեք, այս իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած, առավել ժողովրդավար հռչակած իշխանությունը գալով նախ քրեականացրեց զրպարտությունն ու վիրավորանքը, հետո արժանանալով միջազգային մի շարք կառույցների եւ պաշտոնատար անձանց ուղղակի քննադատության, ապա քրեականացրեց եւ նոր քրեական օրենսգրքում ըստ էության իմ եւ գոլեգաների կարծիքով ռեինկարնացիան վերարտադրությունը այս զրպարտության վիրավորանքի ապահովեց խուլիգանության հոդվածով եւ օրինակ եթե մինչ վերջերս ընդդիմադիր գործիչներն, ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ առավել հաճախ ազատազրկվում են հենց խուլիգանության հոդվածի հիման վրա եւ խուլիգանության հոդվածով էր մեղադրանքներ առաջադրում, օրինակ այն ամնաբար դեպքերից մեկը իմ նեմնիմի տղաների, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, հիմա արդեն իշխանությունը այտենց քրեական օրենսգիրքը մի քիչ թերթել են, նոր հոդված են, իրենց համար ցանկալի գտել, դա 422-րդ հոդվածն է, իշխանության զավթելու կոչ, սահմանադրական կարգի տապալել, ընդ որում այդտեղ զավեշտը երկրորդ կողմից էլ կանում է նրանում, որ այո, եթե այս հոդվածը մի քիչ լավ ուսումնասիրում ենք, հենց իշխանության ներկայացուցիչներին է շատ հաճախ հարիր եւ տեղին իր ողջ հանցակազմով ու արդեն մարդիկ իրենց քաղաքական հայացքների դիրքորոշման համար, ընդդիմադիր կեցվածքի համար դատապարտվում են այս հոդվածով ու վերջին ընդդիմադիր կեցվածքում ես ու քեզ իշխանության բնականաբար եթե մարդը Հայաստանի Հանրապետությունում ունի ընդդիմադիր հայացք նա ենթարկվում է հալածանքի, նա ենթարկվում է խտրականության, նա ենթարկվում է ամենատարաբնույթ խոչընդոտների։ Պոտենցիալ տեսնում են իշխանության զավթող կոմեջ տեսնում են։ Սկսած տնտեսական իրավունքներից մինչև անձնական հիմնարար իրավունքները մարդու, դա խոսքը անձնական ազատության իրավունքն է, խոսքի ազատության իրավունքն է, տեղեկատվության ազատության իրավունքն է, ընդհանուր մինչև սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարում, որը հիմա տեսնում ենք, կյանքի է կոչվում հեծի այս ճակերտավոր ազգայնացման տեսքով։ Դրանք կհասնենք մի հարց էլի այս թեմայի, այսպես կոչված հեղաշրջման պլան, ձայնագրություններ եւ այլն։ Տեսեք, ասում են, որ ոչ թե ասում են, այլ դա 1 տարի, ուղիղ 1 տարի առաջվա է։ Այս ամեն ինչը պլանավորվել է, ենթադրաբար։ Բացի այդ ասում են փաստաբաններ, իրավաբաններ, որ կծկտուր են, խոսքի կտորներ են վերցած, դա պետք է ամբողջականին ծանոթանալ եւ այլն, որպեսզի եթե մոտենանք այդ հիմնավորվածության այս ընդհանուր գործի, ինչու ձեր կարծիքով, ինչու նման մասշտաբի գործ, եթե իրոք նման գործ, ուղիղ 1 տարի հետո է հրապարակայնացվում, չէ՞ որ այդ տիպի գործերը, եթե շուտ, այսինքն եթե այն ժամանակ չեղել, ուրեմն դուք կանխել եք այն ժամանակ, ուրեմն այն ժամանակ կարող եք, չէ՞, լոգիկայով որ գնում ենք հրապարակ, ինչի է հիմա դա նետվում դաշտ։ Ես շատ եմ ուզում, որ այս գործի մասին շատ խոսենք ու բոլորը խոսեն ու բոլորը վերլուծեն, որովհետև շատ վերլուծելիք կա այս գործի ներքո։ Ունենք հիմա Հայաստանի Հանրապետության, մեր երրորդ հանրապետության մեջ աննախադեպ իրավիճակ, երբ իշխանությունը հետապնդում է եկեղեցուն, երբ երկու բարձրաստիճան հոգևորականներ, արքեպիսկոպոսներ այս պահի դրությամբ կալանավորված են։ Պատահական չեք նշում, ցանկացած վերլուծող մարդու համար, ով մի քիչ տրամաբանություն եւ վերլուծական հմտություն ունի,
առաջին իսկ հայացքից այս ամենը ոչ նորմալ է։ Իրենք ինչ արեցին, հա, մենք եւ շատ էլի ընկերներս, գործընկերներս այս ամենը անվանում են Տուշոնկա 2 շոու։ Տուշոնկա շոու էր, որովհետեւ եթե կհիշեք, այսպիսի էմոցիոնալ եւ միասնական տրամադրվածությամբ մատուցվեց Մանվել Գրիգորյանի ձերբակալման ու ազատագրման ու մեղադրանքի առաջադրման գործը։ Էմոցիոնալ ֆորմալ։ Հիմա այս գործի անունը հոկտեմբերի 27 են կնքել արդեն։ Ու եթե նկատել եք, հենց գործը դեռ ամենասաղմնային վիճակում է, հա, երբ ըստ էության ոչ իրավապահ մարմիններն են նորմալ մեղադրանք առաջադրել, դեռ եւս հələ նախաքննություն ըստ էության պետքա որ ավարտված չլինի, դատաքննություն նոր է մեկնարկում եւ այլն, ողջ իշխանության ներկայացուցիչների լրակազմը իրենց արբանյակներով, իրենց աջակցող թե պետական, թե մասնավոր լրատվական միջոցներով, սկսած հանրային հեռուստաընկերությունից մինչև այն ամենաճկլասի, հա, դեղին մամուլի մակարդակ, իրենք ուղղորդված հստակ նույն ուղերձներն են հանրությանը ներկայացնում։ Այո, հանրության համար գերէմոցիոնալ էր այդ անգամ ես ենթադրում եմ հնարավոր է ինչ որ սրբազան շարժման աջակցի համար, ինչ որ անաչառ դիտորդի համար, հա, վերանցնենք հենց իշխանության աջակիցներին։ Էմոցիոնալ առումով կարող է մի փոքր տարօրինակեր լսելու նման ձայնագրություն։ Առաջին ուղերձ։ Դուք, եթե այդ ձայնագրությունը լսել եւ աստվել ես, առաջին հերթին պետք է հասկանաս ով է մատուցել այդ ձայնագրությունը։ Իշխանությունը։ Ուրեմն, արդյոք հավաստի է այդ ձայնագրությունը։ Դա անհասկանալի ցակումնաբանությամբ ձայնագրություն է, որի իսկությունը պետքա մի շարք փորձաքննություններ հաստատեն, որովհետև փաստ եմ բերում խոսքից։ Այդ ձայնագրությունները տարածելուց հետո քննչական կոմիտեի էջից դրանցից մեկը ջնջվում է եւ նոր եզրույթներ ավելացված տեղադրվում է, թիրախավորելով լրացուցիչ եկեղեցին ու ներգրավելով այդ process-ի մեջ։ Արդյոք դա այս ողջ տարվա ընթացքում սրբազանի տարբեր խոսակցությունների ձայնագրություններից կտրված եւ համատեղված խոսքեր չեն։ Դա շատ հեշտ է կազմակերպել, որովհետև եթե իրենք իրավապահ մարմինները օպերատիվ գործողություններ են կատարել եւ մշտապես ձայնագրել են Բագրատ Սրբազանի խոսակցությունները, շատ հեշտ է, հա, մարդու մի տարի տևող բառամթերքից այդպիսի զրույց կազմակերպել, առավել եւս եթե ունենք այդ գործով մի օրվա ընթացքում կալանավորված 15 անձ, իդեմ Սրբազան հոր, եւ բոլորի փաստաբանները ուղղակի այտենց ապշած են իրավապահ մարմինների բոբիկությունից, որով նրանք ներկայացել են այդ նիստերին ու գիտեք ինչն է, մեր պետության հակաիրավական, հակաժողովրդավար վիճակը, մեր կաղացող արդարադատության զանգովի լինելու եւ երկակի ստանդարտներով լինելուն գալիս է ապացուցելու այն հանգամանքը, որ միանգամից հա մտնում են այս շոուն կազմակերպում են, հիմա քիչ անց իրեղեն ապացույցներին է կանդրադառնանք, որոնք խուզարկությունների արդյունքներում են ձեռք բերվել ու մարդկանց անմիջապես տանում են ամենածանր խափանման միջոցի կալանքի ու որևէ մեկս թե սկսած փաստաբաններից վերջացած ամենահասարակ քաղաքացով կասկած չունենք, որ որևէ կալանքի միջնորդություն չի բավարարվելու։ Արդեն գնում ենք դատարանի աջակցություն ունենալով համոզմունք, որ քանի որ նախապես զանգով է արդարադատությունը իրականացվել, նախապես սկսած հենց այդ գործից վերջացած Միքայել Աջապանյանի գործով, մյուս Սրբազանի ով օրեր առաջ էլի կալանավորվեց, իշխանության ներկայացուցիչները, եթե սրանք ամբողջը հետագայում իրավական տեսք են, հա, ստանալու, թե ինչպիսի քաղաքական ներբերանգներով ու ակնհայտ քաղաքական հրահանգավորվածություն ունեցող գործեր էին։ Իշխանության ներկայացուցիչը ի սկզբանե մինչ նոր գնում է իրավապահը մարդուն մեղադրանք առաջադրելու եւ ըստ էության ձերբակալելու, արդեն ինքը գրում է, կալանավորվում է հիմա ինքը։ Ակնհայտ է, չէ՞ որ իրենք նախապես մշակել են, նախապես քննարկել են։ Իրավապահ մարմինը պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկանա, երբ որ մեր արդարադատությունը այսպիսի նահանջ է կատարում արդարադատությանը հարիր չափորոշիչներից, իրավական պետությանը հարիր սկզբունքներից, որևէ մեկը չի խուսափելու այդ արդարադատությանը արժանանալուց։ Ես իրենց մաղթում եմ, որ իրենք իրենց արդարադատությանը արժանանան ու այսպիսի դատաքննությունների, հա, արժանանան։
Փաշինյանի դատարանը, իհարկե, իրենք պետք է իրենց մշակած արդարադատությանը արժանանան, որովհետև իրենք բացառապես իրենց աթոռը պահելու նպատակով, իրենց իշխանությանը հենասյուները ամրացնելու նպատակով մեր ողջ տասնամյակների ընթացքում այսպես պրոգրեսիվ զարգացումը դատական իշխանության, այսինքն նետեցին հատակին, դա մի օրում չէր ստեղծվել, հա, մենք հիմա դասական կերպով, եթե ուղիղ համեմատական իրականացնենք, վերադարձել ենք 90-ականների դատական իշխանության համակարգին, եւ կալանքը գնալով պետք է բացառվեր, քչանա, նման բարեփոխումների իմաստը դա էր կապը, չէ՞։ Տեսեք, մեր դատական իշխանություն մենք ունեցել ենք 90-ականներ, մենք գնալով որպես երկու անգամ սահմանադրական բավական մեծ վերջինը հաշվի չառնենք, հա, այդ երրորդ ակնհայտ հակասահմանադրականը խոշոր սահմանադրական բարեփոխումներ են կարել ու այդ բարեփոխումների այդ լայնածավալ օրենսդրական բարեփոխումների նպատակը կիզակետը եղել է այո անկախ ու անաչառ դատական իշխանության կայացումը ու պատահական չէ որ անգամ հա նախորդ իշխանությունների հետ ոչ այդքան բարվոք հարաբերությունների համատեքստում անգամ միջազգային կառույցները շատ բավականին բարձր գնահատանքի են արժանացրել մեր դատական իշխանության հստակ հա դրական փոփոխություններն ու արձանագրումները ու ժողովրդավարության աստիճանը նույն այդ ներդրված հա մեծ քայլը դեպի ժողովրդավար իրավական պետություն էլեկտրոնային համակարգը որը պետք է բացառեր միջամտությունը գործերի մակագրման հենց դրանով էլ ապահոver այդ process-ի քաղաքական ներգրավվածության բացառումը, որպեսզի գործը ըստ էության, հա, թե կամ սուբյեկտիվ նախասիրություններից ելնելով, կամ հենց քաղաքական հրահանգավորվածությունից ելնելով ցանկալի դատավորի մոտ չընկնել, ուր է հիմա մեր էլեկտրոնային համակարգը, հա, ըստ էության մշտապես փչացված է ու ինչ որ պատահականությամբ չակերտավոր քաղաքական գործերը մշտապես նույնանուն դատավորների մոտ են ընկնում հիմա։ Իհարկե, այս դատավորի անունը, երբ լսում ես, ուղղակիորեն այլ ելքը տվյալ գործով բացառում ես, արդեն կանխատեսելի է։ Դիտի մենոն ասում եք, կներեք, ակնար կարծիք ասեք, խոզարկության ժամանակ հա գտնված դրանցում ինչ կար, դրանք ապացույց չէին, այսինքն ճիշտ եմ դες հասկանում։ Տեսեք, զավեշտալի իրեն ապացույցներ։ Ինչու ենք ասում, հա, Տուշոնկա 2, որովհետև նույն կհիշեք, հա, հետագայում այդ պահին բոլորի մոտ մեր հայկական հանրությունում այդքան գեր էմոցիա այդ Տուշոնկա շոուն իհարկե պարզվեց որ հետագայում դրանք ընդհանրապես իրար հետ կապ չունեցող վայրերում իրար միացված մոնտաժ արված ֆիլմի տեսքով նյութ էր այսինքն մեկը ընդհանրապես գեներալ Մանվելին չպատկանող տարածքում է նկարահանվել Տուշոնկաները ընդհանրապես ինչպես հայտնի դարձավ պահեստո զորային հատվածում են նկարահանվել նպատակը մեկն էր մարդկանց մոտ տպավորություն ստեղծելու որ այդ մարդը գողացել է զինվորի ուտելիքը ու գեր էմոցիոնալ անգամ իր միջավայրում հա հիմք ստեղծելու մարդու ազատությունը սահմանափակելու նպատակով հիմա այս պարագայում տեսեք մտան այդ օրը նաև միաժամանակ հա ձերբակալություններին զուգահեռ դրան նախորդեց բնակարանների խուզարկությունների արդյունքում քննչական կոմիտեն նախ մինչ այդ ողջ process-ը բավականին ծավալուն հա լավաշի տեսքով տեքստ հրապարակեց, որից արդեն ակնհայտ էր, որ այդ տեքստում ներգրաված բոլոր մարդկանց կալանքի առաջադրվելու, ասում եմ, երբ դա ակնհայտ է դառնում, դա արդեն կանխորոշում է մեր զանգովի արդարադատության փաստը։ Երկրորդը, այս ինչ են հրապարակում արդյունքում, հա, արդյունքում օրինական թույլտվությունների որսորդական ողորկափող զենքեր են հրապարակում։ Կրակված փամփուշտներ են որսորդական, ասում եմ, կրակված փամփուշտների գործնացա արմատուրաների օրինակներ են, հա, տենց տեսքով հրապարակում, ասում եմ, սառը արմատուրաներ, տենց եմ անվանում ես, հա, սառը լուրջ վտանգավոր զենքեր։ Սրբազան շարժման մշտապես ուղեկից այդ մանուշակագույն գունանյութերն են, ծխային նյութերն են։ Ֆուտբոլի ժամանակ որ դրանք չեն ֆուտբոլի դաշտում երկրպագուները որ իհարկե, սովետական ժամանակի են մեր հին կասետներից են։ Մի խոսքով հա տենց շատ վտանգավոր սառը զինամթերք էին ահաբեկչության նպատակով, անգամ ասենք Եփած հավի ծիծաղը կգա, հա, այս ինչ է կանում։ Երկրորդ կարևորագույն մի քիչ վերլուծական նպատակ թիրախային դաշտում երևույթը։ Տեսեք, Սրբազան պայքարը ընդհանրապես Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը Գալստանյանը
եղել է մեր երկրում այս իշխանության դեմ ամենամեծածավալ եւ ամենառեսուրս ունեցող, ամենալայն հանրային աջակցություն ունեցող շարժման առաջնորդը։ Դրան զուգահեռ նա բարձրաստիճան հոգևորական է հայ առաքելյաց եկեղեցում, ըստ էության, երևի հնարավոր ամենաբարձր աստիճանին, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճանը։ Դրա համար մարդը պետք է լուրջ հոգևոր ուղի անցնի եւ որևէ մեկի համար նորություն չի լինի, թե ինչպիսի կրթություն ու հետագիծ են ունենում հոգևորականները։ Հիմա ողջ մի տարի է տևել ու մենք բուրըն մի ամիս ենք ունեցել, երբ Քայլարթը սկսեց սրբազանը ու ուղղակի չսկսեց, նա մարդ էր, ով չուներ որևէ քաղաքական ամբիցիա, նա մարդ է, ով երբևիցե որևէ տենց նյութական շահագրգռվածություն չի ունեցել ու իր հիմնական Քայլարթի դրդապատճառն էլ հենց մեր հայրենիքից հակաիրավական եղանակով հանձնված տարածքն է եղել, Կիրանցի տարածքների ապօրինի հանձնումը, որը ակնհայտ ապօրինի եղանակով էր իրականացնում մարդը, Քայլարթ իրականացրեց։ Հիմա ես որպես իրեն չճանաչող մարդ, որպես մարդ, ով ներքին ցասում էր ապրում, որովհետև իրավաբան սահմանադրագետ եմ եւ տեսնում եմ ինչպիսի հակաիրավական գործընթացով են հանձնում մեր Հայաստանի Հանրապետության տարածքը եւ դեռ հանձնելիքներ կա, որովհետև այդ ստորագրված փաստաթղթերում միայն Կիրանցը չի եղել։ Որպես աջակից միացա շարժմանը։ Մենք այդ օրերի ընթացքում, ամիսների ընթացքում, այս ողջ տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե սրբազանը ինչպիսի հաշտարար, ինչպիսի խաղաղեցնող, ինչպիսի բարիադրացական խոսույթ ու վարքագիծ է դրսևորել։ Տարբեր այդ պատկերացնում եք, 100,000 ասում են արեք գործողության գնանք վճռական եւ տասնյակ հազարներով Քայլարթի ընթացքում անգամ սկսած փոքր միջադեպերից, երբ ոստիկանը եւ ակտիվիստը միմյանց հետ ունենում են, սրբազանը անմիջապես գալիս էր, հաշտեցնում էր, խաղաղեցնում էր, այսինքն մարդը ունեցել է իրավիճակ, երբ փողոցում իր կոչով տասնյակ հազարավոր մարդիկ են գտնվել։ Այդ իրավիճակում ինքը տենց ահաբեկչության փորձ կամ իշխանության զավթումը հակաիրավական եղանակներով կյանքի չկոչեց, հիմա երբ ըստ էության շարժումը ոչ իր ակտիվ փուլում էր գտնվում, տենց ահաբեկչություն էր պլանավորում։ Ակնհայտ է, որ անգամ այս վարկածը տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում։ Եվ եթե մարդը ունենար իր խոսույթում նման բառամթեր կամ նման մտադրություն, հələ չեմ ասում էլ այդ խոհանոցային զրույցները, որ նույն Facebook-յան հարթակում, եթե վերցնեն, ինչքան շատ են։ Մարդիկ ինչ ասես խոսում են, բայց հո կյանքի չեն կոչում եւ երբ որ դու քրեական օրենսգրքի տիրույթ ես դա տեղափոխում, դու իրավապահ մարմին ես, պարտավոր ես այդ մարդու խոսքը հիմնավորող հանցակազմի որևէ հատկանիշ փաստեր բանկավոր եթե ինքը մի քանի անգամ ու տարբեր ժամանակներում է դա ասել, հիշում եք հիմա Միքայել Սրբազանն այդպես են իրենք բանանում հիմնավորում, չի ասում են այս մասին էլի է խոսել, բայց այն ժամանակ համարում ենք, որ դա էմոցիոնալ խոսք է, բայց հիմա որտեղ Ինչի են համարում, որովհետև կրկին մեղադրանք առաջադրել են ու իրենք ավելի կոպիտ խոսույթի դրվագով սրբազանի մեղադրանք առաջադրել են ու հետո իրենք իսկ գրել են, որ հանցակազմը բացակայում է։ Հիմա ըստ էության կրկնվող միջադեպի հետ դեպք ունենք։ Այդ նույն դրվագին չի վերաբերում, մեկ այլ հարցազրույց են վերցրել, բայց դրանք համարյա նույնական են, անգամ ավելին են, երևի թե այն մյուս հարցազրույցը, որը իրենք ասել են, որ հանցակազմը բացակայում էր, ավելի կոշտ էր։ Պետք է որ մարդիկ չլինեն ազատության մեջ, ճիշտ եմ ասում, ընդհանրապես։ Իհարկե, թիրախը մարդու ու ինչու բոլոր կալանավորվածները, այդ թվում կուզեի ընդգծեի, Լիդիա Մանթաշյանը, այդ ով ճանաչում է Լիդիային, այս անհեթեթության, Լիդիան երևի այս երկրի այն վերջին 5000-յակի մեջ կարող է լինել, ով պետք է անազատության այդ հայտնվեր այն վայրում, որտեղ ինքը հիմա գտնվում է։ Երգչախմբի մասնակից նուրբ բարի էակ բարի նպատակներով է իր քաղաքական հայացքներն իրականացնող։ Բոլոր 15-ի պարագայում էլ շփման սահմանափակում են կիրառում։ Հասկանում եք, իրենք մարդկանց նպատակը որն է, մարդուն մեկուսացնել, այսինքն ինչա կալանքը։ Կալանքը հարգելի հայրենակիցներ, կալանքը դա խափանման միջոց է։ Կան տեսակներ, կա օրինակ տնային կալանք, կա գրավ,
Կալանքը կիրառվում է որպես ծանր տեսակ, որպեսզի օրինակ նախաքննության տվյալ անձի միջամտությունը կանխարգելի կամ տվյալ անձի կողմից փախուստը կանխարգելի, այլ հնարավոր տարբեր հակաիրավական կալանքները։ Այս որևէ դրվագով այս 15 անձանցից մի շարքին կալանքը ընդհանրապես տեղին չէ, ու կալանքը կրկին պայմանավորված ընդդիմադիր հայացքներով մարդկանց մեր երկրում վերածել ոչ թե խափանման միջոցի ծանրագույն տեսակի, այլ մարդկանց պատժիչ միջոցի։ Իրենք մարդուն պատժում են։ Դատեն չեն դատի գոնե կնստի, հա, մոտավորապես։ Մեկուսացնում են, այսինքն իրեն մարդուն մեկուսացնում են մարդկանց հետ շփվելու նույն Արմեն Աշոտյանի դրվագը, հա, Արմեն Աշոտյանին անգամ ամենախոշոր կուսակցությունը Եվրոպական միության քննադատելով համադրել է մի շարք հայտնի աշխարհահռչակ քաղաքական բանտարկյալների շարքին։ Ու ինչ են անում, հա, հիմա կալանքի տեսակը փոխեցին տնային կալանքի, բայց խոսքի ազատությունը սահմանափակում են, շփման ազատությունը, շրջանակները սահմանափակում են, ընդդիմադրին մեկուսացնելու միտում կա նպատակը, հա, պատժում են ազատությունը սահմանափակելով եւ կրկնակի պատժում ու էմոցիոնալ տեսանկյունից ներածնում են մարդու խոսքի ազատությունը սահմանափակելով։ Բաները ինչ ոչ կապում են այս դեպքը նաեւ եկեղեցականների դեպքի հետ։ Սամվել Կարապետյանը, որ տեսեք, այս պարագայում գոնե ինչ որ ծրագիր են հրապարակել, ձայնագրությունների պատառիկներ եւ այլն, թեկուզ եւ կրակված համբույրներ եւ այլն, ինչ որ մի բան։ Այս պարագայում, ինչպես դուք էլի նշեցիք, 1 րոպեանոց տեսանյութ, որտեղ բառացիել որ չասենք, ասում են, մենք մեր ձևերով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, կարճ ասած, մոտավորապես, այսպես ուղիղ չեմ մեջ բերում, որտեղ դատանում չենք։ Ու վերջ։ Դրան հետևում է կալանավորումը հերիք չի, մի քայլ էլ առաջ, հեցի պետականացում է, ազգայնացում է, որը իրեւ վաղ հենց արտահերթով ազգային ժողովում շատ արագ, ասում են, շակել են կորին։ Այս սա ինչպես կգնահատեք։ Հիմա սա որքանով ծանր չի նստի սա պետության համար, օրինակ հենց հեցին էլ Սամվել Կարապետյանը որպես անձ իր հերթին, հեցին է, չէ՞ որ այսօր իրենք ասուլիս տվեցին եւ ասացին, որ իրավական ճանապարհով մինչեւ վերջ գնալու ենք հեցի ղեկավարությունը այսօր, ասում են, որ դե ապօրինություն է կատարվողը, ինչպես կարող են պետականած։ Սա ինչ է, սրա ավարտը ինչ է լինելու, ինչպես է գնահատում այս գործը։ Դե տեսեք, նախ հասկանանք, հա, ինչ համատեքստում է Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվել։ Առաջին հերթին հասկանում ենք թիրախը եկեղեցին է, եկեղեցու ու երկրորդիվ թիրախը եկեղեցուն աջակցող բոլոր անձինք են, առավել եւս ռեսուրս ունեցող անձինք։ Դա է ուզում ասել, հիմա ես որ ասեմ կարող են չգան կալանավորեն դրա համար։ Ես հատարում եմ հայ առաքելական եկեղեցուն ընդհանրեն, որպես քաղաքացի, որպես դրական։ Իմ գնահատմամբ, իմ անձնական կարծիքն է, որ այս ամենը իրականացվում է, որովհետեւ իշխանությունը գտնվում է 2026 թվականի ընտրությունների ուղեծրում եւ այս էլի եմ անդրադարձել, որ ես այս գիտակցման եկա Արտակ Զեյնալյանի խոսքերից, ում հարց ուղեց ընդդիմադիր падգամավորը, թե ոնց ինչպես եք վերաբերում եկեղեցուն, նա ոչ թե քննադատեց իշխանությանը որպես ընտրվող ու արդեն ընտրված սահմանադրական դատանի դատավոր, որովհետև այս ամենից ամենածայրաստիճան հակասահմանադրական է, որովհետև մեր սահմանադրության համատեքստում Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ իրավունք չունի միջամտելու ներ եկեղեցական գործերին, անգամ եթե այնտեղ խնդիր կա, դա իր գործառույթն ու անելիքը չէ եւ իր միջամտությունն է արդեն ապօրինի։ Ինչ ասաց Արտակ Զեյնալյանը? Արտակ Զեյնալյանը ասաց, տեսեք, եկեղեցին մեր երկրում ամենալայն ռեսուրս ունեցող կառույցն է ու պատահական չէ, որ եկեղեցու համար կա սահմանափակում նախընտրական քարոզչության ու եկեղեցին իր ռեսուրսով կարող է ապագա ընտրությունների վրա ազդեցություն ունենալ։ Այսինքն իրենք դա քննարկել, վեր են լուծել եւ նպատակ կա ռեսուրս ունեցող բոլոր հավանական ընդդիմադիր կառույցներին եւ ուժերին մեկուսացնելու, որովհետեւ այս իշխանությունը ունեցավ Գյումրու նախադեպը։ Իմ գնահատմամբ Գյումրին բեկումներ, որովհետեւ ես որպես այնտեղ գտնվող դիտորդական առաքելություն իրականացնող անձ ակնհայտ տեսա, հա, որ իրենք հոգիտեն, թե ինչ մասշտաբի ռեսուրս են կենտրոնացել, համապետական, վարչական, նյութական, մարդկային ռեսուրսի կենտրոնացման պայմաններում իրենց չհաջողվեց հաղթանակ արձանագրել։ Ու բնականաբար հիմա ինչ են անում, առաջին թիրախը եկեղեցին է, որպեսզի այդ նույն մարդկային ռեսուրսի վրա ազդեցություն չունենա, եւ բնականաբար արդեն եկեղեցուն աջակցող ռեսուրս ունեցող մյուս անձինք։ Մեղմասած ռեսուրս ունեցող։ Սամվել Կարապետյանի քեյսով
իրենք իրենց վերազանցեցին ապօրինության տեսանկյունից, որովհետև ինչպես արդարացիորեն նշեցիք, եթե այլ քաղաքական հետապնդումների դրվագներով գոնե ինչ որ բան փորձում են տակը դնել, այստեղ ընդհանրապես էլի կրկնեմ, հա, այդ եզրույթը իրենք բոբիկ են իրավական առումով, անգամ ձևական ֆորմալ ժամկետային հարցերը չփորձեցին ապահովել, որ այդ դրվագը տեղի ունեցել է, ենթադրյալ իրենց համար այդ մեղադրանքի հիմքը ելույթը, որը ասեմ, անգամ երբ լրագրողի հարցանում ես, իրապես մի քանի վայրկյան է տևում իր խոսքը։ Անդրեքսը չէ իշխանության զավթում, ինչ գործ։ Այո, կրկին այդ եմ ասում, բոլորին առաջադրված է 422-րդ հոդվածը իշխանություն զավթման կոչ։ Մասնակցեմ իմ ձևերով, ուզում հասկանալ դրա իշխանության զավթումը որ բառի մեջ է, դա եմ ուզում հասկանալ։ Մեր ձևով։ Այդ շատ գեղեցիկ բան են անում, իդեպ Սամվել Կարապետյանի աջակիցները մեր ձևովը հեշթեգ են դարձրել, որովհետև դա զավեշտ է։ Ու անգամ ժամային առումով, հա, իրենք այդ հանցակազմի հավաքագրման համար, երբ որ մարդը խոսք է արտաբերում ու դրա մեջ ինչ որ իրենք հանցանք են տեսնում, մեր քրեական օրենսգիրքը, մեր ընդհանրապես քրեաիրավական իրավունքի ճյուղը նախատեսում է հանցակազմի առկայություն, պետք է 4 իր տարերով դա օբյեկտ, օբյեկտիվ կոմ, սուբյեկտ, այսինքն դիտավորություն, առարկա, այդ մեր ձևովի ներքո ինչ որ բան այդ մարդը աներ հետագայում, որ իրենք դա որպես փաստական հանգաման գործում ներառեին եւ մեղադրանք առաջադրեն։ Կամ նախկինում արած լինեն, իրենք անգամ այդ հնարավորությունը չտվեցին իրավապահ մարմնին, որպեսզի ժամկետային ֆորմալ տեսանկյունից ցույց տա, որ ինքը ինչ որ քննություն է օպերատիվ հետախուզական աշխատանքի արել։ Ժամերը չէ՞ տևել կարծեմ։ Տեսեք, խոսքից ձերբակալություն ժամեր։ Ելույթը տեղի տարածվեց հանրային։ Ժամեր անց այդ Նիկոլ Փաշինյանի գրառումը տեղի ունեցավ, որպես հիմնարար ապացույց, որ քաղաքական միջամտություն կա, առայն որ ինքը կպասիվացնի ակտիվացված գործարարներին, դրանից ժամեր անց գնացին ձերբակալելու եւ դրանից ժամեր անց կալանավորվեց Սամվել Կարապետյանը։ 24 ժամը չէ լրացել, այսինքն իր խոսքի եւ կալանավորման միջև կարծեմ 24 ժամը խոսքի ու կալանավորման։ Եթե ուղղակի հաշվին կարող է, ահա 24-ից 26 ժամվա տիրույթ ունի, այսինքն երբ մարդը մի օրվա ընթացքում կփորձի իր առօրյան կազմակերպել, այս Forbes-ի հազարյակում գտնվող հայ բարերարը, գործարարը, ով իր կապերով, միջամտություններով, ֆինանսներով, ռեսուրսներով ահռելի ազդեցություն է ունեցել եւ ունենում մեր հայրենիքի ու մեր հայրենակիցների բարեկեցության վրա, այդ մարդը տենց մի հատ քաղաքական հրահանգավորմամբ հայտնվեց մեր երկրում ճաղերի հետևում։ Դա մեր ամոթն է եւ դա իրավական խայտառակություն է։ Հիմա հեծը կարող է ասենք գնալ միջազգային արբիտրաժ, չգիտեմ, միլիոններ հաղթել Հայաստանից տանել կամ նույն Սամվել Կարապետյանը գնալ մարդու իրանքների եվրոպական դատան ու էլի միլիոններ տանել Հայաստանից։ Իհարկե, տեսեք, այս հիստերիկ, անկառավարելի քաղաքականության արդյունքում էլի հերթական թիրախն է դառնում Հայաստանի Հանրապետության հարկատուն եւ հենց Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ իրենք այնպիսի հակաիրավական եղանակով են պատական չեմ անում, հա, այդ հիստերիայով, անհավասարակշիռ քաղաքականությամբ են այս process-ները կյանքի կոչում, որ բնականաբար հետևանքները վրա են հասնելու։ Ինչ է տեղի ունենում, հա, դրան զուգահեռ, այսինքն մարդու անձնական ազատությունները ապօրինի կերպով ակնհայտ ու քաղաքական բանտարկյալ դարձնելուն զուգահեռ Մարդը նաև այս պետությունը թիրախավորում է նաև այս մարդու տնտեսական իրավունքը։ Մեր սահմանադրությունը երաշխավորում է մարդու սեփականության իրավունքը։ Ու այո, ի տարբերություն մի շարք բացարձակ իրավունք, անձնական իրավունքի, օրինակ ինչպես մարդու կյանքի իրավունքն է, որը սահմանափակման ենթակա չէ, սեփականության իրավունքը հնարավոր է սահմանափակել, բայց սահմանադրությունը հստակ տալիս է այդ դեպքերը, երբ են սահմանափակում։ Օրինակ, սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել, երբ հանրային գերակա շահ է ճանաչվել այդ սեփականությունը, բայց նախնական եւ համարժեք փոխհատուցման դեպքում ընդ որում ասեմ օրենքը պլյուս այդ քանդում են որը ճանապարհ է աստով անցնում ընդ որում օրենքը պլյուս 15% է տալիս արդյոք մեր պետությունը հնարավորություն ունի այդ միլիոն հարյուրավոր դոլարների փոխհատուցումը ապահովել ու պլյուս գալիս ենք այն իրավիճակի որ այս դեպքի հետ գործ չենք ունենում երկրորդ հնարավոր դեպքը ըստ սահմանադրության սահմանափակման դա
օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է, դատական կարգով սահմանափակումն է։ Օրինակ պայմանական, եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց սիրելի մյուս գործը փողերի լվացման դրվագով հարուցված լիներ գործ, նրա նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացվեր ու դրա արդյունքում այդ բաժնետոմսերը հետի անցնեին պետությանը։ Հիմա այս երկու դեպքերը չկա ու Նիկոլ Փաշինյանը այդ էլի նույն օրը, հա, այդ 24 ժամ ռեժիմով, որ կալանավորվեց Սամվել Կարապետյանը, նույն օրը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ իրենք ազգայնացնելու են իմ որակմամբ, հա, ռեկետ են անելու կամ խլելու են այս մարդուն պատկանող հեծը։ Հիմա իրավական հետևանքներին անդրադառնանք։ Արդեն ունենք այդ Այսինքն այս ազգային ժողովում վաղը որ ասին լավ պատրաստվել ենք, հիմնովին, հիմքեր եւ այլն, դուք դրան հենց պարզ ռեկետ եք անվանում։ Իհարկե, որովհետեւ ասեմ ինչու, որովհետեւ արդեն նշեցի, որ սահմանադրությունը տալիս են մարդու սեփականության իրավունքը սահմանափակելու հիմքերը 1, երկրորդը հիմա ավելի կարող եմ հիմնարար կերպով խոսել, քանի որ նախագծերը արդեն արկա են։ Այստեղ իրենք բերել են նախագծեր հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում եւ էներգետիկայի մասին օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու, չէ, մեխանիզմ են ներդրել, ինչպես ճակերտավոր ազգայնացնել իմ խոսքով ինչպես խլել հեծը։ Ու ինքը այնքան հակաիրավական ճանապարհավոր, բնականաբար ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, սեփականատերը հետագայում միջազգային հարթակներում ջախջախելու է եւ այդ փոխհատուցում պահանջի մեր պետությունից այս գործընթացի համար, չասեց ավելին, հա, որ այս process-ում ինչպես է հենց այդ կառույցը տուժելու եւ մենք տնտեսվարողներս ինչպիսի հետևանքներ են մեր վրա զգալու եւ քաղաքացիներս։ Բնականաբար քվեարկի մեծամասնություն են, դա չեն կասկածում, չէ՞, որ ես ամփոփեցի սենց, հա, խոսքս օրինակ այդ մասին գրառում ատայելը, որ շատ քաղաքացիներ հետևում էին, հա, մեկնաբանություններին, կողմ էին, ողջևորվել էին։ Բնականաբար մենք բոլորս լուսանջատումների ականատես ենք եղել, բայց հիմա վերջ ամենացցուն օրինակը, թե այդ լուսանջատումների պատասխանատուն ով է, հենց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ էլ եղավ, ինչ որ տնտեսվարողի բացման են ներկա, ինչ ամենահերթական ակնհայտ սուտը իր ներկայությամբ միջոցառմանը լույսերը անջատում են, ինքը հայտարարում է կառավարության նիստին, որ դա դիտավորությամբ հեծ արեց, հեծի տնօրենը հայտարարում է, որ այդ գիծը հեծին չի պատկանում, մեր երկրում էլի կան Բարսավոր ցանցեր կա ու այլ մատակարարներ կան էներգիայի եւ իրենց պատկանող ճյուղն է եղել, ընդհանրապես, հա, ոնց հասկացաք 40%-ը մատակարարման, այլ երկու կազմակերպությունների չէ, կան կազմակերպ, այո։ Հիմա սա բնականաբար նպատակ ուներ թիրախավորելու կրկին, հա, քաղաքական նպատակներով հեծին որպես կազմակերպություն, հիմա երկրորդ թիվ։ Ինչ են իրենք նախատեսում այս նախագծերով։ Նախագծերով նախատեսում են հնարավորություն այս հանձնաժողովին տալու ժամանակավոր կառավարիչ նշանակելու, այդ ժամանակավոր կառավարչին տալիս են բացարձակ լիազորություններ, ընդ որում որ ժողովը իրավունք չունենա նրա որոշումներին միջամտելու, տալիս են լիցենզիան դադարեցնելու հնարավորություն ու փոխանցելու հնարավորություն, տալիս են վերավաճառելու հնարավորություն կառավարիչին։ Այո, այդ կառավարչին, ու ընդ որում տալիս են նոր գնահատման արժեքի գնահատման համակարգ, որը բնականաբար մասնավորին որևէ կերպ ձեռնտու չի լինելու։ Սա մեկ, այս process-ը ըստ էության նոր իրավական մեխանիզմ են դնում բացառապես հեծը այլ մասնավորի կամ պետությանը փոխանցելու նպատակով, տալիս են պետությանը նախապատվության իրավունքը այդ բաժնետոմսերի փոխանցման տեսանկյունից։ Եվ երկրորդ, ըստեղ կարևոր մի հատ նյուանս է կա, ու ասեմ ավելին, այս թերություններին ավելի ծավալուն վաղը կանդրադառնամ, դեռ չեմ ուզում բարձրաձայնեմ, որովհետև քննարկման փուլն է գտնվելու, եւ երկրորդն էլ հեծը ունի մասնավոր կազմակերպություն, նաեւ որպես սեփականատեր, որը կիպրական ծագման է։ Մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի հետ ունի bilateral investment treaty, դա երկկողմանի ներդրողների իրավունքները պաշտպանող համաձայնագիր է, որը բնականաբար այսպիսի իրավիճակներից է ներդրողին պաշտպանում եւ սա եւս մի երաշխիք է միջազգային իրավունքի տեսանկյունից, որպես ներդրողի իրավունքի պաշտպանություն, որը տնտեսվարողը Սամվել Կարապետյանը իրացնելու է մեր պետության դեմ, այսինքն այս իշխանության դեմ, ոչ թե պետության դեմ, իր շահերը պաշտպանելիս եւ հսկայածավալ մենք հետո փոխհատուցման առաջ ենք կանգնելու ու բնականաբար սա նախ Հայաստանի Հանրապետության իմիջին
ներդրումների տեսանկյունից հերթական հարվածն է, որովհետև բնական է, չէ, այս իրավիճակը տեսնելուց որ ներդրողը հիմա կշարունակի իր ներդրումային նախապլանը, եթե ուներ այդպիսին։ Դե մի բաների մասով կմտածեն իրեն էլ կանեն։ Բնականաբար հիմա եթե դու անաչառ դիտորդ ես ու տեսնում ես, որ ինչ են անում Սամվել Կարապետյանի պես ռեսուրս ունեցող մարդուն իր հայրենիքում, արդյոք դու կգնաս այդ պետությունում ներդրում կատարելու։ Սա լուրջ լրջագույն հարված է մեր իմիջին որպես պետություն ներդրումների տեսանկյունից եւ երկրորդ հարված է միջազգային իրավունքի տեսանկյունից, ներդրումային իրավունքի տեսանկյունից եւ երրորդ այդ հսկայածավալ բեռը կրելու ենք մենք քաղաքացիներս ու ամփոփելով ասեմ հարգելի քաղաքացիներ, եթե դուք մտավախություն ու այդպիսի հասում ունեք, որ շատ հաճախ լուսանջատումներ են տեղի ունենում, վճարում եք, պարտավորեցնում են վճարեք, որ նոր լույսը միացնեն կամ չանջատեն, ինչը նորմալ է, հա, որովհետև ծառայության դիմաց պարտավորես վճարել։ Հիմա կարող է արդյունքում առերեսվենք մի իրականությամբ, երբ գնաք վճարեք էլ լույսը հնարավոր չլինի միացնել։ Եվ ամենակարևորը դրանով ավարտեմ, եթե չէ, այդ բողոքները մենք էլ ենք լսել, կային մի տարի առաջ էլ, 2 տարի առաջ էլ, այստեղ ամենակարևորը այսպես կոչված համընկում զուգադիպումներն են։ Եթե 1.5 տարի առաջ նման process ծեր իշխանությունը, մի քիչ գոնե կասկածները Չէ, մտածեմ որ լավ կարող է ունեն ինչ որ Բայց տեսեք, այս իշխանությունները սպառողի շահն են պաշտպանում։ Բայց բնական է, հա, իշխանությունը սկսում է սպառողի շահը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու իրավունքը հետաքրքրել, բացառապես երբ մյուս կողմը, հա, այդ իրավունքը չակերտավոր չարաշահողը իրեն թույլ է տալիս քաղաքական հայացք բարձրացնել։ Բողոքը միշտ էլ կային, հա, հոսանքի տատանում մարդիկ բողոքում էին, մի մասին փոխհատուցում տալիս էին, մի մասին եւ այլն, խառը միշտ էլ լինում է նման։ Վիճակ կան Վիոլա ջերի հետ բոլորի հետ էլ կա նման վիճակ, բայց հիմա հիշեցին։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր սահմանադրագետ Գոհար Մելոյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։